Բարի երեկո, Ազատության եթերում լուրերի թողարկումն է, օրվա թեմաները նախ վերնագրերով։ Ինչու էին ուժայիններն իր տան մեջ գետնին տապալում 70-ամյա Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանի առյուծի անկման հետքերով քրեական գործ չի հարուցվի։ Իրանի դեսպանը որոշ ճակերտներ է բացել, ինչ չէին կիսել Ծառուկյանն ու իրանցի գործարարները, որ քրեական գործ հարուցվեց։ Բագրատ Սրբազանը դատի է տվել վարչապետ Փաշինյանին։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու տարբերակները Դոնալդ Թրամփը քննարկել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Սկսենք Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներից, քննչականը 3 նոր կադրեր հրապարակեց Բարգավաճ Հայաստանի առաջնորդի ձերբակալությունից, ինչպես են դիմակավորված ուժայինները գետնին տապալում 70-ամյա գործարարին։ Կար արդյոք դրա անհրաժեշտությունը, իր իսկ տանը թաքնվելու թե դիմադրելու էր Ծառուկյանը։ Իրավապաշտպանները խիստ քննադատում են ուժի այս ցուցադրությունը, համոզմունք հայտնելով, որ պատճառը ընդդիմադիր գործ չի ու վարչապետի քաղաքական առճակատումն է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդին գետնին տապալելու տեսարանը պետք է քննության առարկա դառնա։ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրավապահների գործողությունները շոու որակող փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարում է։ Հարցին անդրադառնալու են, չնայած այն հանգամանքին, որ արարքի հեղինակներն իրենք պետք է քննեն եւ պարզեն, հանցագործություն կատարել են թե ոչ։ Մի քիչ այստեղ պատային վիճակ է, բայց դա կարևոր չի, մենք այս բոլոր ընթացակարգերով անցնելու ենք։ Իսկ ինչ որ իրենք կատարել են, դա ուղղակի շոու է, որովհետեւ բացարձակապես իրավունք չունեին նման բան անելու, դրա կարիքը չկար, սա պաշտոնական լիազորությունների վերազանցում էր։ Պետք է քրեական վարույթ նախաձեռնվի, որպեսզի իրենք առնվազն ստուգեն, թե դրա կարիքը ինչքանով կար կամ չկար, իսկ դա ակնհայտ է, որ չկար։ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց 2 օր առաջ իր առանձնատանը, 3 դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց, ինչին զուգահեռ քննչական կոմիտեն հրապարակեց խուզարկության օրվա կադրերը։ Մեկ րոպեանոց այդ տեսանյութում երևում է, թե ինչպես են ազգային անվտանգության ծառայության զինված եւ դիմակավորված աշխատակիցները ներխուժում գործարարի առանձնատուն։ Արդեն ներսում ԱԱԾ-ի մոտ 1 տասնյակ ծառայողներ շրջապատում են 70-ամյա Ծառուկյանին, բռնում նրա ձեռքերից ու ոտքերից եւ տապալում գետնին։ Գլուխները պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետևից իրավապահները գնացին վարչապետի հրապարակային սպառնալիքներից հետո։ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվեց, երբ մտավ ընտրապայքարի մեջ ու հայտարարեց քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելու իր որոշման մասին։ Թե քարոզարշավի ընթացքում, թե հետընտրական փուլում վարչապետ Փաշինյանն արդեն բաց տեքստով ուղիղ սպառնում էր ընդդիմադիր ուժի առաջնորդին, խոստանալով ոչ միայն բանտ ուղարկել, այլև ունեզրկել նրան։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Հենց այս հայտարարությունները հաշվի առնելով են իրավապաշտպանները պնդում, Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքական են։ Նրանք անթույլատրելի ու դատապարտելի են համարում ոչ միայն Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը, այլ նաև դրա հանրայնացումը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով այդ ամենն արվեց վարչապետին գոհացնելու համար։ Ոնց կարելի էր մեր երկիրը այսօր հասցնել, այս աստիճանի։ Գիտեք, եւ կարծում եմ, որ համակրանքը Ծառուկյանի կողմն է, որը արժանապատվորեն դիմակայեց այդ ամեն ինչին։ Կամ առանց հետ էլ այդ վախի մթնոլորտը այս հանրապետությունում արդեն տեղ է գտել։ Ու դրանից հետո անցնում է հաջորդ քայլին։ Մի մարդ, որը չի խնայում նույնիսկ կենդանիներին։ Դուք պատկերացնում եք, դա սարսափելի է, դա անպատկերացնելի է ուղղակի։ Հայաստանի օրենսդրությամբ իրավապահները մարդուն գետնին տապալելու եւ ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք ունեն ծայրահեղ դեպքերում, երբ անձը ցույց է տալիս ակտիվ դիմադրություն, չի ենթարկվում օրինական պահանջներին, զինված է կամ սպառնալիք է ներկայացնում շրջապատի համար։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը սակայն պնդում է թվարկված հիմքերից եւ ոչ մեկը գործարարի դեպքում չի եղել։ Սա ուղղակի աբսուրդ է տնտեսական հանցագործության մեջ մեղադրվող անձին
որը որ իր տան մեջ գտնվում է, խոսքի գալիս է խոզարկություն տեսնում եք կանգնածը ուսում մի քանի օքով հարցակվել, փորձել գետնին գցել եւ ինչի հասան դրանով։ Դրանից հետո ինչ են արել, Ծառուկյանի կողքը նստել են, սովորական process-ով շարունակել, բայց վտանգավորությունը ոնց եղավ 2 վայրկյանում ավարտվեց, գետնին գցելուց հետո արդեն կանգնեց ավարտվեց, Իրավապաշտպան Աննա Մելիքյանի խոսքով իրենց կազմակերպությունը մի շարք դեպքեր է արձանագրել, երբ իրավապահները քաղաքացուն ձերբակալել են ցուցադրաբար, նպատակ ունենալով պատժել եւ նվաստացնել մարդու արժանապատվությունը։ Նման դեպք արձանագրել ենք ու եւ այս դեպքում Գագիկ Ծառուկյանի ձերբակալության դեպքում տեխնական երևում է կադրերից, որ դիմադրություն չի ցուցաբերում եւ մի քանի աշխատակից հատուկ փորձում են նրան տապալել գետնին, որը անհրաժեշտություն ընդհանրապես չկա, եթե պետք է ձեռնաշղթա հագցնեն, շատ հնարավոր անձին հրահանգել եւ այդ ամենը անել առանց ուժի գործադրմամբ, իսկ այս դեպքում օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն կարող է ստեղծել, որ դա արվում է ոչ թե անհրաժեշտությունից, իրավաչափ անհրաժեշտությունից, այլ որպեսզի պատժեն եւ նվաստացնեն հատկապես հրապարակային ցուցադրելու միջոցով, այդ տեսանյութը։ Նման օրինակ նախադեպերը հնարավոր է կանխել, եթե քաղաքասարակությունն ու հանրությունը ընդվզեն, շեշտում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Պնդում, մինչ այս էլ Բարգավաճ Հայաստանը տուժել էր մեկ այլ ապօրինությունից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչեց, իսկ դրա հետևանքով Բարգավաճ Հայաստանը դուրս մնաց խորհրդարանից։ Երեք չխլեցին մանդատները այդ մարդկանց, թույլ չտվեցին, որ նրանք խորհրդարան անցնեն, բացահայտ ապօրինի, դու մի հատ դուրս արի բացատրի, թե դու ինչ ես արել, այ օրգանիկ քվեստացող, ինչպես դու ես ասում, մի հատ բացատրի, տեսնենք դու ինչ իրավունքով խլեցիր այդ մարդկանց աշխատանքը, այդ քարոզարշավը եւ խլեցիր ու հիմա էլ ինչ ուզեմ կանեմ, մենակ դրանից է իրան լավ զգում, ինչ ուզեմ կանեմ, անօրինական, հիշում ենք, չէ, եկեղեցուն ինչ էր անում, նա տարերքն է իր անօրինական գործնեությունը ու դեռ ծափահարողներ կան, սա մի խայտառակություն է, սա ամոթ է մեր երկրին, մեզ է ամոթ, որ հանդուրժում ենք։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին գետնին տապալելու կադրերը մեծ աղմուկ է առաջացրել նաև համացանցում։ Օգտատերերից մեկը գրել է. Երբեք չէի մտածի, որ կարեկցանք կտածեմ Ծառուկյանի նկատմամբ, բայց նրան ձերբակալելու մասկի շոու կադրերն ուղղակի գարշելի են, մարդու քաղաքացու արժանապատվությունը ոտնահարող, օրենքի ու իրավունքի ոգին ոտնահարող, նույնիսկ ամենավերջին մարդը բազային վարվեցողության ու հարգանքի է արժանի։ Այդ չեկիստական մեթոդներով նողկանք առաջացնող մասկի շոուն ոչ թե օրենքի եւ իրավական պետության, այլ խառնամբոխի փողոցի խուժանի բարքեր է ներշնչում մարդկանց։ Գրառումներից մեկի հեղինակն էլ զուգահեռներ անցկացնելով է իր դիրքորոշումը հայտնել։ 70 տարեկան Ծառուկյանին, երբ մարդն ինքն իր տան դուռը բացել ու հրավիրել է ներս, հարվածելով գետնին տապալելու կադրերը տեսնելիս, աչքիս առաջ եկան կադրերը, թե ինչպես էին նույն իրավապահները, խնամքով, փայփայելով, գուրգուրելով տեղափոխում Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանածին։ Իրավապահների մեթոդներից տհաճություն է զգացել այս մի օգտատերը։ Երբեք չէի պատկերացնի, որ Ծառուկյանին այսպես տապալելու համար ինձ վատ կզգամ։ Եթե 2018-19-ին նման բան ասեին, գուցե էյֆորիայի մեջ ասեի, որ բոլորին պետք է տապալել ու տանել համապատասխան վայրեր։ Բայց ինձ համար այս ոճը, թատրոնի նմանվող ներկայացումը եւ գործընթացի ժամանակաշրջանը վանում եւ ինչ-որ պահի զզվանք են առաջացնում։ Իրավապահ կառույցները Երևանից չեն ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կիրառված մեթոդների անհրաժեշտությունը։ ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելու տեսանյութը մտահոգել է մարդու իրավունքների պաշտպանին։ ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է, անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, երբ որևէ դիմադրություն չի ցուցաբերվել, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է Ծառուկյանի դաստակների չափից փոքր։ Այս պատմության ակամա հերոսները դարձան Ծառուկյանի կենդանիները, որոնցից մեկը ճերմակառյուծը տեղափոխման համար քնեցումից չարթնացավ։ Արդյոք ներարկելուց առաջ հաշվարկել էին ռիսկերը, գիշատչի տարիքն ու առողջական խնդիրները։ Կատվազգիները Բարգավաճ Հայաստանի առաջնորդի կենդանաբանական այգու ընդամենը մի մասն են, քննիչները դեռ գնալու են թռչունների, ձիերի ու կոկորդիլոսների հետևից։ ԲՀԿ առաջնորդի մասնավոր տարածքից տեղափոխված գիշատիչներն են Երևանի կենդանաբանական այգու կարանտինային վանդակներում։ Առինջում քնեցված 3 առյուծներից ու 4 վագրերից մայրահեռյուծը այդպես էլ չարթնացավ։ Կենդանաբանական այգուց քիչ առաջ են կադրեր տարածել, որպեսզի համոզեն մյուսներն արթնացել են, շարժվում են, չեն սատկել։ Տեղափոխման ժամանակ տարիքից եւ ուղեկցող
հիվանդությունների արդյունքում անկել է էգառյուծը։ Այգու գիտական գծով փոխտնօրենն է հիմնավորում առյուծի անկումը, ծերեր, բորբոքված թոքերով ու լյարդով ճարպակալած, ենթադրում են անկման պատճառ է սուր սիրտթոքային անբավարարությունը, որ գիշատիչներից 3-ը ծեր են ու նրանց անզգայացնելը ռիսկային է, դեռ 3 այգու փոխտնօրենը մեծ զրույցում էր խոստովանել ու երեկվանից անպատասխան է հարցը, իսկ ինչու քնեցվեցին գազանները, որն էր հրատապությունը։ Մենք նկարներում տեսնում ենք պոչից են քաշում, այսինքն անպաշտպան արագ արդյունք ապահովելու մասին է խոսքը գնում, որովհետև ես չեմ հիշում պատմության մեջ, որ մենք արդյոք ունենք այսպիսի փորձ եւս մեկ անգամ եղել է նման ծավալի խոշոր կենդանիների հետ կապված այսպիսի գործընթաց։ Քրիստինա Վարդանյանը կենթանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներից է։ Այգի էր եկել հարցադրումներով, գուցե այդ հապշտապ ու ողբերգական տեղափոխության փոխարեն տնային կալանք սահմանեիք կենդանիների համար։ Քաղաքապետին էլ մի նամակ է գրել ծառայողական քննություն անցկացնելու պահանջով, անզգայացումն ինչպես է իրականացվել, ինչ դեղաչափերով։ Եթե փոքր դոզայով նախապես իրականացվեր ուսումնասիրություններ եւ տեսնեին առողջական վիճակը կենդանիների, միգուցե նաեւ այլ որոշում լիներ։ Փնթիություն ու պատասխանատվության բացակայություն եղածն այսպես է բնորոշում անասնաբույժ Գեորգի Ավետիսյանը։ Նա նախկինում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններ ղեկավարում։ Համոզված եմ, որ 3 կենդանիներ նույն դեղաչափով, նույն մոտեցմամբ են քննացել։ Կարող է հաշվի են առել մի քիչ քաշը, բայց կարծում եմ տենց է եղել եւ դա դիլետանտիզմ է, էլի ոչ մասնագիտական մոտեցում է։ Մարառյուծն այդ հիվանդություններով ու այդ տարիքում կապրեր գուցե տարիներ, գուցե ամիսներ, բայց այս դեպքում նրա անկման պատճառը հենց անզգայացումն է, արձանագրում է մասնագետը։ Այն դեղորայքը, որը իրանք ներարկել են, պետք է ունենալ իր հակացույնը, կարող է հաշվի են առել երկարությունը նաև քնելու, որ ավելի անվտանգ տեղափոխեն, կարելի է հակացույն օգտագործել կամ սիրտանոթային համակարգը խնայող ինչ-որ դեղամիջոցներ։ Լավ ենք պրծել, զոհերը կարող էին ավելին լինել, ասում է Propose կենդանապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։ Էգառյուծն այդպես էլ չարթնացավ, բայց մյուս քնեցված իրեղեն ապացույցները, առյուծներն ու վագրերը կարող էին ժամանակից շուտ արթնանալ։ Կարող են այդ պարագայում առանց նախնական հետազոտության նման որոշակի չափավորման դեղորայք ընդունելուց հետո ժամանակից շուտ արթնանալ, ունենալ ցնցման արդյունքում անկառավարելի վարք, վնասել միմյանց իրենց եւ շրջակա մյուս կենդանիներին, այդ թվում եւ մարդկանց։ Ըստ Արամյանի ոտքից գլուխ սխալ կազմակերպված տեղափոխություն էր ու անհիմն հրատապություն։ Այս առյուծի անկման պատասխանատուն իրավապահ մարմիններն են, ովքեր արհեստական իրավիճակ ստեղծելով կենդանիներին որպես իրեղեն ապացույց ճանաչելով կազմակերպել են դրանց տեղափոխումը առանց նախնական ծնության, առանց տեղանքի ուսումնասիրության եւ առանց դրա համար հիմնավոր պատճառների։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Ծառուկյանի կենդանիներն իրեղեն ապացույցներ են դարձել ապօրինի որսի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում, թե ինչպես է Ծառուկյանն աֆրիկյան առյուծներ, բենգալյան վագրեր ու նեղոսյան կոկորդիլոսներ որսացել, կոմիտեից չեն մանրամասնում, նաեւ այն, թե երբ է հարուցվել այդ գործը։ Ծառուկյանի փաստաբանների տեղեկացմամբ ապօրինի որսի գործը 6 տարվա վաղեմության է ու այն Կոտայքի մարզային քննչականը թարմացրել է ճիշտ այն օրը, երբ իրավապահները խուզարկության էին մտել Ծառուկյանի առանձնատուն։ Վստահ են, որ առյուծներին ու վագրերին քնած քարշ տալու տեսարանը անհրաժեշտ էր պատկերը ամբողջացնելու համար։ Կենդանիների իրավունքներով զբաղվողների համար տարակուսելի այն, որ կենդանիները դարձան քաղաքական գործընթացների զոհ։ Նոր իմացան, որ Ծառուկյանը մի ընդարձակ գազանանոց ունի, գիշատիչներով, ջրլող ու խոտակեր կենդանիների բազմազան հավաքածու։ Հանրապետությունում բազմաթիվ ուրեմն զվարճանքի վայրեր ունենք, ռեստորաններ, հյուրանոցներ, որտեղ որ կան կենդանիներ, ուրեմն վայրի կենդանիներ, որոնք պահվում են անհամեմատ ավելի սոսկալի պայմաններում, եւ թող բոլորին ուրեմն հրահանգավորեն եւ բոլորին ուրեմն ազատեն այն պայմաններից, որոնց որ կենդանիները գտնվում են։ Եթե պետությունն է մասնակցում եւ անմիջապես կազմակերպում այդ գործողությունները, որևէ նշանակություն այլևս չունի, անգամ եթե այդ կենդանիները լինեին գողոն, լինեին ապօրինի ճանապարհով երկիր ներկրված, ինչ նշանակություն ունի։ Մենք ունենք իրավիճակ, երբ կենդանի նկատմամբ գործողության արդյունքում կենդանին անկում է պետական մարմինների ապաշնոր աշխատանքի պատճառով։ Ինչ
նշանակություն է այլևս թե ումն են կենթանիները եւ ինչպիսի վերաբերում մենք ունենք այդպիսի մարդկանց նկատմամբ, որս են նրանք անում, ունեն խրտվիլակներ, լավ են նայում կենթանիներին, սիրում են թե ոչ, դա երկրորդական է, որովհետեւ այդպիսի մարդկանց կենթանի պայելու համար նույնպես պատասխանատու այդ մարմինները, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն արել, որպեսզի կանխարգելեն այսպիսի իրավիճակները։ Քննչականը բոլոր կենդանիներին տեղափոխելու որոշում ունի, բայց որքան հասկացանք դեռ հայտնի չէ թե ուր։ Կոմիտեից տեղեկացրին, որ Ծառուկյանի կապարակնքված տարածքում կենդանապահ կա ու այնտեղ մնացած կենդանիները սոված ու անջուր չեն։ Մասնագիտական մի հանձնաժողով է ստեղծվել, որ վաղը կայցելի առանձնատան տարածք հասկանալու ինչ անել այս գազաններին, որ ակամա իրեղեն ապացույցներ են դարձել։ Համ շատ ծանր է տարել, համ նույնիսկ շատ էլ զայրացած է, որ նման կերպ արվեցին այդ խեղճ կենդանիների հետ։ Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանն է պաշտպանյալին տեղեկացրել, որ իր գրկում մեծացած կորյուններից մեկը անվերադարձ քնել է։ Կարծում են առյուծի անկման փաստով պիտի քրեական գործ հարուցվի։ Քրեական նոր գործ չի հարուցվի, տեղեկացանք քննչական կոմիտեից։ Գիշատչի անկման հանգամանքները կքննվեն ապօրինի որսի վարույթում։ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է իրանցի գործարարների։ Հայաստանի իրավապահները պնդում են, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը Թեհրան-Երևան առևտրի պալատ ստեղծելու պատրվակով մի քանի տասնյակ միլիոն դոլար է հափշտակել հարևան երկրի ձեռներեցներից։ Մինչդեռ Ծառուկյանն ինքն իրեն է ուժող համարում։ Քրեական այս գործը փաստացի հասել է միջպետական մասշտաբների։ Լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցին բաչկալ հակառակը Հոլամանապարտ, որը թուղթը գրել է, որը եւ դեսպանները ներկա է Աղայի Ծառուկյան դարվապետ Փերիզի վարանում Հանդես գալով որպես միջնորդ փորձում էի լուծում գտնել։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր արձագանքել է կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, որում ըստ քննչական կոմիտեի ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։ 70-ամյա ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելով կալանավորած քննչական կոմիտեն նախորդին հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ, պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում դեսպան Խալիլ Շիրղոլամին հարցրեցին, թե նրան ինչ է հայտնի այս գործից, քանի որ Ծառուկյանն ու նրա փաստաբանները պնդում են, որ հենց Իրանի քաղաքացիների կողմից է եղել չարաշահումը։ Իրանցի դիվանագետը նախ շեշտեց, թե Հայաստանի ներքաղաքական հարցերին չեն միջամտում եւ ցանկություն չունեն միջամտելու։ Ապա, անդրադառնալով արդեն բուն գործին, իրանցի դիվանագետը փակագծեր բացեց, տեղեկացնելով, որ որպես միջնորդ տևական ժամանակ փորձել է լուծում գտնել Գագիկ Ծառուկյանի եւ նրա իրանցի բիզնես գործընկերոջ միջև։ Այս վեճը վերաբերում է Առինջ մոլի տարածքում դեռևս 2 տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որտեղ ներկայացված պետք է լինեին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի, դեղագործության եւ շինարարության ոլորտներում։ Պարոն Ծառուկյանի ձեռքը մեր վրա է, եթե չլիներ պարոն Ծառուկյանի բարի կամքը եւ ֆինանսական աջակցությունը, այս չէր իրականանա։ Հայ-իրանական բիզնես կենտրոնի 50%-ի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Group-ներ, մյուս 50%-ը իրանական Pars Hilal Caspian Group-ը։ Իրանական այս ընկերության սեփականատերերի մասին համացանցի բաց աղբյուրներում տեղեկություն չկա։ 18000 քառակուսի մետր տարածք ունեցող կենտրոնը կառուցվել էր Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Տարօրինակ կերպով նա կենտրոնի հանդիսավոր բացմանը չմասնակցեց։ Կարմիր ժապավեն այն ժամանակ կտրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության եւ առևտրի նախարարը եւ Հայաստանում Իրանի նախկին դեսպանը։ Տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը սակայն ոչ միայն իրականություն չդարձավ, այլև ներքաղաքական առճակատումից հետո Ծառուկյանի դեմ քրեական գործի հիմք հանդիսացավ։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր ափսոսանք հայտնեց, որ ծրագիրը տապալվեց, չնայած ներդրված ջանքերին։ Մենք ցանկանում էինք համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրաված էր պարոն Ծառուկյանը եւ Իրանի քաղաքացիներ։ Սա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական ապրանքներն ու արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար։ Սակայն ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը թե այս պրոյեկտի, թե այլ բիզնես ծրագրի շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Ես անձամբ բազմիցս
քննարկումներ եմ ունեցել երկու կողմի հետ էլ ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք փոխզիջումների արդյունքում հասնել համաձայնության։ Մինչև վերջերս էլ կապի մեջ էի կողմերի միջև եւ փորձում էի գտնել լուծման մի տարբերակ, որը ընդունելի կլիներ երկու կողմերի համար էլ։ Քանի որ այս պահին գործ ունենք իրավական գործընթացի հետ, մենք հույս ունենք, որ առկա ապացույցների եւ վկայությունների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը։ Մենք բնավ չէինք ցանկանա, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, թե Իրանի եւ Հայաստանի քաղաքացիները չկարողացան աշխատել եւ այժմ տարաձայնություններ ունեն։ Շեշտելով, թե Իրանը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց եւ այնպես, ելնելով իրանական ներքաղաքական փորձից, Իրանի դեսպանը նշեց, որ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի։ Մենք հուսով ենք եւ մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը, թե իշխող կուսակցությունը, թե կառավարությունը եւ թե ընդդիմադիր, որպեսզի կարողանան միասնական լինել ազգային շահերի եւ նպատակների շուրջ։ Քանի որ եթե չլինի այս միասնականությունը, ապա հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները։ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական եւ համախմբված Հայաստան։ Վերադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, դեսպան Խալիլ Շիրղոլամին չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք այս գործի միջոցով քաղաքական հետապնդում է իրականացվում ընտրություններին մասնակցած ԲՀԿ առաջնորդի նկատմամբ։ Դեսպանը միայն նշեց, որ եւ Ծառուկյանը եւ նրա իրանցի գործընկերը միմյանց էին մեղադրում հափշտակության մեջ, բայց եւ այնպես իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի փոխզիջման ճանապարհով։ Իրանի դեսպանն այսօր անդրադարձել է նաև Հայաստանով անցնող Թրամփի ուղու ճակատագրին։ Թեհրանից երբեմն հնչում է մտահոգություն, քննադատություն, թե հակառակորդ երկիրը Միացյալ Նահանգներն է հայտնվելու Հայաստան-Իրան սահմանին։ Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ շատ լեգիտիմ եւ տրամաբանական է, եւ այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխաններ տրվեն։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով եւ Միացյալ Նահանգների ներկայության արդյունքում Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի։ Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն եւ պետք է հստակ կերպով արձագանք տրվեն Միացյալ Նահանգների ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին։ Թուրքիայում ընթանում է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, որի առանցքային թեման պատերազմն է Ուկրաինայում, բայց հենց դաշինքի ճակատագիրն էլ է դարձել քննարկման առարկա։ Անկարա մեկնած Միացյալ Նահանգների առաջնորդը նորից բողոքել է հյուսիսատլանտյան դաշնակիցներից, որ չաջակցեցին Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում։ Մեզնից որևէ մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում ողջ հյուսիսատլանտյան դաշինքի վրա, այսօր հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամները 77-ամյա կառույցի պատմության մեջ թերևս ամենադժվարին գագաթնաժողովներից մեկի ավարտին։ Սա մենք ասում ենք երկաթե հանձնառությամբ ասված է եզրափակիչ փաստաթղթում։ Հավաքի մեկնարկին մինչդեռ հայտարարություններն առավել զուսպ ու նույնիսկ քննադատական էին։ Ռազմական դաշինքի ամենահզոր երկրի Միացյալ Նահանգների նախագահը ասուլիսը սկսեց եվրոպացի դաշնակիցների քննադատությամբ պնդելով, թե նրանք չեն աջակցել Իրանի դեմ Վաշինգտոնի պատերազմին։ Սպիտակ տան ղեկավարը նաև վերահաստատեց, չի պատրաստվում հրաժարվել դանիական Գրենլանդիան ամերիկյան դարձնելու մտքից։ Ես շատ վրդոված եմ ՆԱՏՕ-ից, որին մենք չափազանց շատ ենք վճարում, միլիարդավոր դոլարներ։ Մենք պաշտպանում ենք նրանց, բայց նրանք ձեռք չեն մեկնում մեզ, երբ մեզ անհրաժեշտ է։ Մտածեք այդ մասին։ Քննադատելով եվրոպացի դաշնակիցներին պաշտպանական ծախսերը անհրաժեշտ չափով չավելացնելու համար, Թրամփը հատուկ առանձնացրեց Իսպանիային, որը Իրանի դեմ փետրվարի վերջից սկսված ռազմական գործողությունների ընթացքում արգելել էր Միացյալ Նահանգներին օգտագործել երկրի հարավում գտնվող ռազմական բազաները։ Իսպանիայի հետ գործ բռնելն անօգուտ բան է։ Մենք այլևս չենք ուզում որևէ առևտրային գործարք կնքել նրանց հետ։ Դա սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում, ոչ օգնում են, ոչ վճարում։
we don't want anything to do. Watch them come running back. Oh. Բանակցություններից հետո, սակայն, դրանց ներկա դիվանագետները Reuters-ին փոխանցել են, որ դռնփակ հանդիպմանը նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ռազմական դաշինքի հետ։ Եվրոպացի գործընկերների հասցեին քննադատական խոսքեր չի ասել, Գրենլանդիայի մասին պահանջներ չի ներկայացրել։ Ավելի ուշ դա հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահը։ Մեր դաշինքում կան համերաշխության կանոններ ոչ միայն մեկս մյուսին պաշտպանելու մասին, այլև ապահովելու, որ մենք չհարձակվենք միմյանց վրա։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսոնն էլ ավելի վաղ արձագանքել էր Գրենլանդիան չի վաճառվում։ Մինչ այդ գագաթնաժողովի գլխավոր հարցը դարձավ Իրանը։ Անակնկալի բերելով դաշնակիցներին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե այս գիշեր վերսկսված փոխհրաձգություններից հետո ինքն այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում։ Ձեռք բերված հրադադարն էլ ավարտված է որակում։ To me, I think it's over. Եթե ինձ հարցնեք, ամեն ինչ ավարտվել է, ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք տականքներ են, հիվանդ, դաժան մարդիկ, բռնարարներ։ Ավելի ուշ Թրամփը նաև հայտարարեց, թե Միացյալ Նահանգները կարող է գրավել Խարկ կղզին, որով արտահանվում է իրանական նավթի 90%-ը, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցն ու մոտակա ժամերին Իրանին ևս մեկ հուժկու հարված հասցնել։ Տարածաշրջանում մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված փխրուն հրադադարը խախտվել էր այս գիշեր, երբ իրանական կողմը թիրախավորել էր 3 առևտրային նավեր Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Օմանի ջրերում։ Ամերիկյան զորքն ի պատասխան հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին Թեհրանն էլ, ամերիկյան բազաներին Քուվեյթում եւ Բահրեյնում։ Առայժմ ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը հրադադարի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։ Նախագահ Թրամփի խոսքերից հետո, սակայն նավթի գները համաշխարհային շուկայում կրկին սկսել են բարձրանալ։ Մյուս հակամարտությունը, որի ուղղությամբ հայտարարություններ էին ակնկալվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ուկրաինականն էր։ Պատահական չէ, որ Թրամփի հետ Անկարայում ընդամենը 2 դեմարդեմ հանդիպում էր նախատեսված, մեկը Ուկրաինայի, մյուսը Սիրիայի նախագահի հետ։ Զելենսկին բանակցությունների հենց մեկնարկին կրկնեց. Կիևին խիստ անհրաժեշտ է ամերիկյան Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիրը ստանալ։ Ինչ աղբյուրներ ինձ ասում են, որ դուք դա կստանաք եւ այլևս չեք կարողանա ամերիկացիներից բողոքել։ Միաժամանակ Թրամփը տեղեկացրեց, թե Զելենսկու հետ բանակցություններից հետո պատրաստվում է ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ պատերազմը դադարեցնելու հարցով։ Մենք շատ հակամարտություններ ենք կարգավորել եւ սա այդ պատերազմներից մեկն է, որը գուցե ամենահեշտը կլիներ, բայց Պուտինը դժվար կերպար է, նույնն էլ այս տղան։ But I talked to President Putin a lot. He wants to end the war. Պատերազմի երկու կողմերն էլ ցանկանում են այն կանգնեցնել, հայտարարեց Թրամփը։ Արձագանքելով Ազատություն ռադիոկանի հարցին, թե ինչն է նրան ստիպում մտածել, որ Պուտինն ուզում է դադարեցնել արյունահեղությունը, Միացյալ Նահանգների նախագահն ասաց, վերջին շաբաթներին որոշակի առաջընթաց կա բանակցություններում, առանց հավելյալ մանրամասների։ Փոխարենը Թրամփը շռայլ գովեստի խոսքեր հնչեցրեց գագաթնաժողով հյուրընկալող երկրի Թուրքիայի նախագահի հասցեին։ Նաև ստացավ առաջ գնալ Անկարային վերջին տարիներին ամենից շատ հուզող F-35 կործանիչների վաճառքի հարցում, որից Թուրքիան դուրս էր մնացել Ռուսաստանից զենիթերթիրային համակարգեր գնելուց հետո։ It's a decision we're going to make. We have a very good relationship. Ժամանակն է, որ մենք վերանայենք Թուրքիայի նկատմամբ որոշումը։ Մենք չենք ուզում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ։ Why wouldn't we do that? We have a better relationship with Turkey, and Turkey's been in many ways much more loyal than other countries that we think would be loyal. Երկկողմ ջերմությունը ակնհայտ էր դեռ Երևանից, երբ Էրդողանը Թրամփին օդանավակայանում դիմավորեց շքեղ պետական արարողությամբ։ Ավարտին Թրամփը պնդեց. իր եւ Թուրքիայի ղեկավարի միջև քիմիագոյություն ունի, եւ որ Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները երբեք այսքան ջերմ չեն եղել։ Մինչ Թրամփը բանակցում էր Զելենսկու հետ, ռուսներն անօդաչուներով գրոհել են Կիևն ու Խարկովը, որտեղ բնակելի շենք է փլուզվել, 40-ից ավելի մարդ է տուժել։ Ուկրաինան իր հերթին անցած գիշեր կրկին թիրախավորել է ռուսական նավթային ենթակառուցվածքները, ինչի հետևանքով տևական ժամանակ եւ առելիքի լուրջ դեֆիցիտ է առաջացել Ռուսաստանում։ Հայաստան վերադառնանք, բանտից տնային կալանքի տեղափոխված Բագրատ Սրբազանը ձեռքերը ծալած չի նստել։ Այս ընթացքում հասցրել է հայց ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը ընտրություններից հետո հայտարարեց, թե խորհրդարան անցած ընդդիմության ձայները կաշառքով են հավաքվել։ Ինչու է բարձրաստիճան հոգևորականն իրեն համարում այս խոսքերի հասցեատերը։
Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ես անձնապես պատասխանատվություն ստանձնում հանրայնորեն ասելու, որ ես ոչ կաշառք եմ վերցրել եւ ոչ էլ կաշառք եմ տվել որևէ մեկին ընտրություն կատարելու համար։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը դատարանով է պահանջում, որ վարչապետ Փաշինյանը հրապարակային հերքի այս պնդումը։ Տավուշի թեմի նախկին առաջնորդը ընտրել է ընդդիմությանն առանց կաշառքի։ Նա անվանարկել է, վարկաբեկել, զրպարտել է եւ պետք է հերքում տա։ Հոգևորականի դիմումը դատարանը ստացել է, բայց դեռ վարույթ չի ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Նիկոլ Փաշինյանը, որ 49.7% է ստացել, ընտրություններից 4 օր անց հայտարարեց, իր առաջնորդած ուժի ձայները մաքուր են, իսկ մյուսներին կաշառքով։ Եվ իր արածը ուղղակիորեն զրպարտություն է։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին, որ կես միլիոնից ավելի են։ Ընտրակաշառք վերցնելու համար մեղադրեց, երբ դեռ մեկ վճիռ չկա։ 6 օր հետո էլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե աչքաչափով է տեսնում, 70%-ն է կաշառք վերցրել։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով ընտրական հանցագործությունների համար մեղադրվում է 242 անձ։ Այդ գործերից դատարան է հասել 14-ը, ու դատարանով դեռ չի հաստատվել, թե քանի հոգի է ընտրակաշառք բաժանել կամ ընտրակաշառքով ընտրել։ Այո, ես շատ կուզեմ, որ բոլորն էլ ովքեր նույն զգացումն ունեն ինչ որ ես, նույն ապրումը զրպարտված լինելու զգացում ունեն, դիմեն դատարանները եւ փորձեն իրենց իրավունքները պաշտպանել։ Բագրատ Սրբազանը դատարանից նաև նյութական փոխհատուցում է պահանջում Փաշինյանի առաջնորդած ուժի ստացած քվեի չափով 49.7 դրամ։ Խորհրդանշական թիվ է սա, ուղղակիորեն մենք փորձել ենք նաև ցույց տալ, որ մեզ համար նյութական որևէ ակնկալիք գոյություն չունի այս գործից։ Ինչ ակնկալիք ունի դատարանից arczepiskopos-ը։ Որևէ ակնկալիք չունեմ, բայց կարող են հաճելիորեն, ինչպես ասել եմ մի առիթով, զարմացնել։ Բարձրաստիճան հոգևորականը 30-ից ավելի հայց է ներկայացրել դատարան, ընդդեմ իրեն վիրավորողների ու զրպարտողների, 4-ով արդեն հաղթել է։ Բագրատ Սրբազանը այդ այն կալիբրը չէր, այսպես ասած, որը առաջնային դերերում լիներ, ոչ ինքը ունի տերեր, ինքը ունի համ աշխարհակաղակական տերեր, համ ունի ներքաղաքական տերեր ինքը։ Ես ճիշտն ասած չեմ ուզում այդ մարդուն նաև Սրբազան անվանենք, որովհետև ինքը կապ չունի ոչ սրբության, ոչ ավազանի եւ ոչ էլ եկեղեցու հետ։ Հանրապետություն գուսակցության անդամներ Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի խոսքերը հոգևորականի հասցեին դատարանը որակել է զրպարտություն ու վիրավորանք, որոշել հոգուտ arczepiskopos-ի յուրաքանչյուրից բռնագանձել 750,000 դրամ։ Դատարանը բավարարել էր նաև իշխանության աջակից Ստյոպա Սաֆարյանի դեմ հայցը։ Նա էլ հոգևորականին վերագրել էր խոսքեր, որ չի ասել։ Կան դեռ շատերը կան, որոնք պետք է իրենց զրպարտությունների, ստախոսության, խաբեության, մարդկանց անարգելու, վարկաբեկելու, անպատասխանատվության, այս բոլորի համար պետք է պատասխան տան։ Բագրատ Սրբազանն այս վիրավորանքների ու զրպարտության թիրախում է հայտնվել իր դեմ հարուցված քրեական գործից հետո։ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու 17 անձ մեղադրվում են իշխանությունը յուրացնելու եւ ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Այս գործով նիստերը շարունակվում են։ Arczepiskopos-ն էլ վերջերս բանտից տեղափոխվեց տնային կալանքի։ Ընտրովի արդարադատության մասին ահազանգող իրավապաշտպանները մատնացույց են անում ամենաաղաղակող դեպքը Կառնեցի տղամարդը տեսախցիկների առջև կոչ էր արել քարով կոտրել կաթողիկոսի գլուխը, բայց մինչև օրս մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այնինչ վարչապետի հասցեին ֆեյսբուքյան սպառնալիքների հետևից իրավապահները շտապում են։ Այդ ասին ինձ ոչ հարց կտակ, ոչ բանի ես ինչպես կա միլիցիայությունում ցուցմունքը տվերեմ։ Կառնեցի տղամարդը, որը 7 ամիս առաջ իշխանական Սիվիկի եթերում կոչ էր արել քարով խփել ամենայն հայոց կաթողիկոսի գլխին, ի տարբերություն նման արտահայտություններ արած շատ այլ քաղաքացիների, մինչ օրս մեղադրյալի կարգավիճակ չունի։ Մի հատ քարտը փնկելխին սատկացնել։ 70-ամյա Էդվարդ Ստեփանյանի քրեական գործի առիթ դարձած այս արտահայտությունն այժմ լեզվաբանների սեղանին է։ Քննչականը փորձաքննություն է նշանակել պարզելու նրա խոսքերի նշանակությունը, իմաստը։ Ամենայն հավանականությամբ գործի ելքը կորոշի այս փորձաքննությունը։ Ինքը Համայնքապետարանի աշխատակիցն այսօր հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն հիշեցրեց, որ արդեն ցուցմունք է տվել։ Բացահայտ օրինակ է, որ կարելի է ցույց տալ, որ Հայաստանում ուղղակի ճչացող խտրականություն է տիրում, որ ուղղակի մեկ նախադասությամբ կարելի է դա հաստատված չանաչել։
ավելի քան ակնհայտ։ Գառնի ջրմուղի աշխատակիցը քարով սատկացնելու արտահայտությունն արել էր դեկտեմբերին տեղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ակտիվ պայքար էր մղում վեհափառի դեմ, պահանջում նրա հրաժարականը։ Քննիչները երկար ժամանակ լուռ էին, գործի հարուցումից ամիսներ անց միայն միջնորդեցին դատախազին, որ մեղադրանք առաջադրվի։ Վերջինս սակայն մերժել էր այն։ Ինչու է դատախազությունը դեմ եղել քննիչի այս առաջարկին։ Գլխավոր դատախազությունից չպատասխանեցին։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը դեռ չունենք։ Անդիմադիր հայացքներով բազմաթիվ քաղաքացիների պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէ իրավապահների պահվածքը։ Ես համարում եմ քաղաքական իշխանության հրահանգի արդյունք, իրավապահները այստեղ ընդհանրապես կատարողներ են։ Փաստաբանն ամենևին տեղին չի համարում Գառնեցի տղամարդու հայտարարությունը լեզվաբանական փորձաքննության ենթարկելու որոշումը նման ավելորդ գործողության կարիքը չկա, ընդգծում է։ Որտեղ այստեղ մասնագիտական գիտելիքի խնդիր չի։ Ցանկացածս այդ դատավորը կարող ենք լինել։ Այսինքն այդ խոսքը քարը թող վերցնեն տան գլուխը ջարդեն։ Բռնության արդարացում է թե ոչ։ Այսինքն սա այնպես չի, որ այնպիսի ձևակերպումներ են այդտեղ օգտագործվել, որ լեզվաբանները պետք է ասեն ինչ համատեքստում, ինչպես պետք է հասկացվի եւ այլն։ Ավելի քան բացահայտ եւ ակնհայտ է, որ այստեղ առկա է հանցագործություն։ Մելիքյանը բազմաթիվ օրինակներ ունի։ Նման արտահայտությունների հեղինակները ժամերի ընթացքում ձերբակալվել են, երբ նրանց խոսքը եղել է իշխանության մասին։ Ատելության խոսք, թշնաման հրահրող խոսք, սպառնալիք, բռնության արդարացում, բռնության կոչ, ցանկացած նմանաբնույթ խոսք, ուրեմն անպատիժ ձևով, հրապարակային ձևով արտահայտել եւ միաժամանակ ուղերձ է եղում, որ եթե հակառակը լինի, ապա անմիջապես պատասխանատվության է կանչելու։ Սա է ուղերձը շատ պարզ, շատ հասկանալի բռնատիրական կարգերի համար շատ տրամաբանական մոտեցում է։ Թարմօրինակը քարոզարշավի ժամանակ Արտակ Ավետիսյանի դեպքն էր։ Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմաց տղամարդուն մեղադրանք առաջադրեցին ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով։ Փառաստերից պուտոկին, ավակի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս է շենքերն է։ Ավետիսյանի բառապաշարում սպառնալիք չկար, բայց ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները ուժով տեղափոխել էին ոստիկանական մեքենա։ Գատիսա բաժինը թողա Շենգավիթի։ Եթե շենք ապե գալիս եմ, կանդալը հանձերիցս գալիս եմ։ Վերջին տարիներին Հայաստանում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում նաև սոցցանցային գրառումների կամ մեկնաբանությունների համար։ Հստակ վիճակագրություն չկա, բայց հայաստանյան իրավապաշտպանները պարզել են, որ 2020 թվականից ի վեր կտրուկ աճել է նման գործերի թիվը։ Գյումրի տեղափոխվենք 2 տարուց երկրաշարժի 40-րդ տարելիցն է, բայց այսօր արդեն կարելի է պնդել, որ 4 տասնամյակ անց էլ աղետի գոտին վերացած չի լինի տնակները բոլոր ժամանակների նախընտրական առանցքային խոստումներից են, որ հնչում են քարոզարշավից քարոզարշավ։ 38 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու ծրագրերը դարձյալ հետաձգվում են այս անգամ հավանաբար եւս 5 տարով։ Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանին բնակարանի խնդրով դիմեցին, նա վերջնաժամկետ նշեց 2031 թվականը, այսինքն մինչև հաջորդ ընտրություններ։ Առաջիկա 5 տարում Պետք է 2031 թվին պետք է Գյումրիում դոմիկ չլինի։ Այնինչ, հենց Փաշինյանի կառավարությունն էր խոստացել անօթևանության խնդիրը լուծել մինչև 2027 թվականը։ Ընդհանրապես այս հարցը ակտիվանում է հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ։ Աղետի գոտին վերականգնելու սովետական կիսավարտ ծրագիրն ավարտելու խոստում տվել են Հայաստանի բոլոր կառավարությունները։ Գործող կառավարությունը փայտե տնակներից ազատվելու որոշում կայացրել էր 2022 թվականին, բայց վերջին 4 տարում պետական մակարդակով բնակարանային որևէ ծրագիր չի իրականացվել։ Միայն Հայաստան համահայկական հիմնադրամն է 4 շենք կառուցել տնակում ապրող անապահով ընտանիքների համար։ Պաշտոնական տվյալներով այս պահին միայն Գյումրիում 2465 տնակ կա հաշվառված, բայց պետությունը փոխհատուցման պարտավորություն է ստանձնել միայն 596 ընտանիքի նկատմամբ։ Երեք այս հարցը կառավարությունում է քննարկվել, բայց թե կոնկրետ ինչ է որոշվել, ինչ ճանապարհով են լուծելու հարցը, վարչապետի գրասենյակը մանրամասներ չի հայտնել։ Կորուսների տեղը ստեղ կտնեմ ես բալոնի հետևը, աստեղ, գազ չունեմ, բալոն կվարեմ,
Աստեղ է կրիսի բունը, աստեղ է։ Գյումրիի տարբեր թաղամասերում ժամանակավոր կացարաններում տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքներ են ապրում։ Ոմանք տուն են ստացել, վաճառել ու կրկին տնակում հայտնվել։ Գոհար Խաչատրյանը երկրաշարժին բնակարան չի կորցրել, վարձով է ապրել, բայց քանի որ 5 անչափահաս երեխա է ունեցել, առաջնահերթ բնակարան են հատկացրել։ Բազմազավակ եմ եղել, 4 սենյակի մեջ էի գրանցված, լավ կհիշեմ, ես հատապես 98 համարն է եղել։ Հետո գնացին նույն քաղաքապետարան, դիմեցի, ասեցին մենք հիմի չունենք 4 սենյականոց, ոչ միտեղ չկան։ Ունենք հիմա 2 սենյականոց, բայց 2-ը տանք, 2-ը թողին հերթի մեջ։ Հետո գնացի, դիմեցի, ասեցին չկան, ստացել է 4 սենյակի տեղը 2 տանիք բրծա, ոպսո։ 2 սենյականոցը վաճառել է որդու մահից հետո ու այս տնակում ապրում է արդեն 27 տարի։ Ծանուցում ստացել է, որ տնակը պետք է ազատի, բայց չգիտի ուր գնա։ Ես անիմուր էստան ես երեխեքին։ Լավ եմ, ծոմիկս կմնամ, երբ որ եղավ։ Բնակարան ստացած, վաճառած, ապա տնակ տեղափոխված ընտանիքներին 1 տարվա վարձավճար է առաջարկվելու։ Դրանից հետո արդեն ամեն մեկն ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ հետո ոչ բնակարանի վարձ տալ, ոչ առավել եւս բնակարան գնել։ Ինչ ճաշտեցիմ, աշխատանք չկանեգե, ոչ մի բան չկանեգե, ինչ ենեմ ես։ Թողնես այս համիկվա պետությունը ընտառաջ է, 2 սենյակը մեզ։ Տիկին Գոհարի հարևաններն են Հակոբյանները, 11 հոգանոց ընտանիքը տնակում այլևս չի տեղավորվում, մի մասը վարձով տուն է տեղափոխվել, մյուսները 37 տարի արդեն քայքայված տնակում են ապրում, խոնավության ու կոմունալ տարրական պայմաններից զուրկ։ Երկրաշարժի ժամանակ նրանք էլ բնակարան չեն կորցրել, հետևաբար անօթևանի կարգավիճակ չունեն։ 89 թվականից հենց ըստեղ եմ ապրել մինչև այսօր։ Մի անգամ դուրս չեմ ելել տնագից, չեմ ունեցել որևէ հուսադրող տեղ, որ երեխեքիս հավաքեմ էստամ։ Երեխեքս բուջուր էին, մսուրահասակ, ամուսնացել են, մի իրանց բալիկներն են արդեն ծնվել, մեծացել, Էստեղ, բլարիվ էստեղ։ Սիրանուշ Հակոբյանը եւս պնդում է, որ առանց պետության օգնության ի վիճակի չեն լինի բնակարանի հարցն ինքնուրույն լուծել։ Ու մարդիկ կսեն, այս տարի է տանհույս չեղավ, այս տարի է մեր բանում չեղավ, էլի կսեմ ուղղակի հույսս վերև Աստված ու մեր պետական այրերը, հնարավորության սահմանում ուղղակի խնդրում եմ, մեր որևէ հնարամ բնակարանային, բայց գումարային հնարավորություն չունեմ ես որևէ գումար ծախսելու։ Փոխհատուցում չստացած ընտանիքներին կամ ֆինանսական աջակցություն է տրամադրվելու կամ սոցիալական բնակարան, սա կառավարության նախորդ որոշմամբ է սահմանված։ Մինչև 2031 թվականն արդյոք կվերանայվեն տնակներում ապրող ընտանիքների նկատմամբ մոտեցումներն առայժմ հստակ չէ։ Հստակ է, որ կառավարությունն արդեն պետք է հապամոնտաժած լիներ խարխուլ տնակները։ Մինչդեռ 3 պաշտոնյաները դեռ քննարկում էին եւ փոխհատուցման տրամադրման եւ տնակների ապամոնտաժման մեխանիզմները, որպիսի մեջ բերեմ խնդիրը վերջնական լուծում ստանա։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։